Սպասում ենք մեծ խաղին, մեծ պահին, բայց չեմպիոն դառնում է նա, ով անգամ այն ժամանակ, երբ ոչ ոք չի նայում, աշխատում է, աշխատում է, աշխատում է, այլ ոչ թե աշխատում է միայն ամենակարևոր պահերին։ Ողջույն ընկերներ, եթե դուք լսում եք նման իմաստուն մտքեր, դա նշանակում է, որ ձեզ հետ է Վակ Սպորտի Վահագն Ամիրջանյանը եւ ես եկել եմ խոսելու top 5 լիգաների կարևոր իրադարձությունների մասին։ Իհարկե այս շաբաթ Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդիպումներ տեղի չունեցան, բայց հոգ չեմ, մենք դրա փոխարեն կխոսենք Անգլիայի գավաթում տեղի ունեցած խաղերի մասին, որոնցից մեզ հետաքրքրող խաղեր իհարկե կային։ Ես մեկ շաբաթ իհարկե տեսանյութ չունեցա հավաքականների խաղերով պայմանավորված, անկեղծ ասած ուզում էի նկարել տեսանյութ հավաքականների հետ կապված եւ հատկապես Հայաստանի հավաքականի հետ կապված, երիտասարդական հավաքականի հետ կապված, 19 տարեկանների հավաքականի հետ կապված, բայց ինչ-ինչ պատճառներով մեծ հիասթափություն ապրելով Հայաստանի երիտասարդական հավաքականից չնկարեցի այդ տեսանյութը։ Թերևս կարծում եմ դեռևս առիթներ կունենանք անպայման խոսելու նաև հայկական ֆուտբոլից, ինձ մնում է միայն ասել, որ գնացինք։ Քանի որ իմ հագին է այս կախարդական վերնաշապիկը Պարի Սեն-Ժերմենի, որի հետևում Ռոնալդինյոն է, այդ լեգենդար մարզաշապիկն եմ ես կրում, 21 համարի մարզաշապիկ է սա, եւ ինչ է դա նշանակում, որ առաջինը մենք խոսելու ենք Լիգա 1-ի մասին եւ հենց առաջինն էլ խոսելու ենք Պարի Սեն-Ժերմենի մասին։ Իսկ դրա համար ինչ է պետք վերցնել կախարդական հեռախոսը։ Կախարդական հեռախոսը իմ ձեռքում է եւ դա նշանակում է, որ մենք սկսում ենք Լիգա 1-ի ամփոփումը։ Պարի Սեն-Ժերմեն Թուլուզ։ Հանդիպում, որտեղ Պարի Սեն-Ժերմենը նորից ցույց տվեց իր բարձր կարգը, հանդիպում, որտեղ Ուսման Դեմբելեն նորից ցույց տվեց իր վարպետությունը եւ կարծես թե սեզոնի ամենակարևոր մասում, երբ Պարի Սեն-Ժերմենը պայքարում է երկու ճակատով, Ուսման Դեմբելեն նորից վերակենդանացել է։ Եվ այդ վերակենդանացման մասին նա այս խաղում շատ բարձր գոռաց։ Մեծ առավելություն ուներ Պարի Սեն-Ժերմենը խաղային եւ արդեն խաղի 23-րդ րոպեին Ուսման Դեմբելեն ֆանտաստիկ հարվածով գրավեց Թուլուզի դարպասը եւ հաշիվը բացեց եւ այս գոլով նշмарեց կարծես թե նորից ամենակարևոր բային, ճիշտ տեղում լինելը եւ ճիշտ գործելը։ Ուսման Դեմբելեի գոլը եթե չեք դիտել, իհարկե կարող եք դիտել իմ տելեգրամյան ալիքում, որտեղ ես բոլոր թոփագույն խաղերի գոլերը գցում եմ եւ լուսաբանում եմ։ Ինչևէ, անցնենք առաջ, ընդամենը 4 րոպե հետո ոչ անհրաժեշտ գոլ բաց թողեց Պարի Սեն-Ժերմենը, բայց բաց թողեց Սիդիբեի փոխանցումից հետո Նիկոլսենը հաշիվը դարձրեց 1-1։ Արդեն առաջի խաղակեսում ընդամենը 6 րոպե հետո հետաքրքիր անկյունայինի խաղարկումից հետո իդեպ դա Պարի Սեն-Ժերմենի համար կարծես թե փորձարկում էր, որովհետև խաղում նրանք նմանատիպ մի քանի անկյունայիններ արեցին եւ կարծես թե սա պատրաստություն էր Լիվերպուլի դեմ խաղից առաջ, որտեղ մենք գիտենք, որ Լիվերպուլը այս սեզոնում ստանդարտների հետ կապված եւ հատկապես անկյունայինների ժամանակ խնդիրներ է ունենում եւ գուցե սա հետաքրքիր փորձ էր, այնպիսի փոխանցումներ էին կատարում, որ միշտ ֆուտբոլիստներից մեկը կիսաեզրում, այսպես կարելի ասել, Տուգանային հրապարակի հաղթում էր գլխի պայքարով եւ գնդակը ուղարկում էր դեպի հեռակա անկյունը, որտեղ ֆուտզալային ասված դարպասաձողի մոտ ֆուտբոլիստը փակում էր այդ անկյունը եւ գրավում էր դարպասը։ Եվ հենց այդպես էլ Դեմբելեն խաղի 33-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2-1։ Մի անգամից նշեմ, որ խաղի մեկնարկային կազմում չէր նորից Պարի Սեն-Ժերմենի թոփ եռյակը, կիսապաշտպանական, իհարկե հասկանալի է, որ Ֆաբիան Ռուիսը դեռևս պատրաստ չէ, թերևս նորություններ կային Ֆաբիան Ռուիսի հետ կապված, որ նա կարող էր լինել այս խաղի հայտարարությունում, բայց չհայտնվեց։ Իհարկե այդ ոսկե եռյակը բոլորս հասկանում ենք, Ժոաու Նևեշ, Վիտինյա եւ Ֆաբիան Ռուիսն է։ Եվ հետաքրքիր կիսապաշտպանական եռյակ էր ընտրել շատ Լուիս Էնրիկեն, բայց երկրորդ խաղակեսի 59-րդ րոպեին նախ Լիկանինի փոխարեն Նևեշը հայտնվեց, հետո 67-րդ րոպեին Բերալդոյի փոխարեն, որը խաղում էր հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Սա փորձարկումներից մեկն է Պարի Սեն-Ժերմենի եւ Լուիս Էնրիկի, այսինքն առաջին անգամ չէ, երբ Բերալդոն խաղում է այս դիրքում, բայց նա հիմնականում իհարկե հայտնի է որպես կենտրոնական պաշտպան։ Հայտնվեց Վիտինյան։ Խվիչայի փոխարեն հայտնվեց Նունու Մենդեշը, որը եւս հանգիստ էր ստացել այս խաղում։ Եվ դրանից հետո խաղի 87-րդ րոպեին Դուեն նաև զիջեց իր տեղը Գոնսալո Ռամոշին եւ Գոնսալո Ռամոշն է պետք է Նունու Մենդեշի փոխանցումից հետո դներ այս խաղի վերջակետը, շատ շքեղ գոլ նորից։
Այստեղ այնքան գոլային փոխանցումը կարևոր չէր, ինչքան Գոնսալո Ռամոշի վարպետությունը։ Գեղեցիկ հարված եւ 3-1 եւ Paris Saint-Germain-ը շատ կարևոր հաղթանակ է տոնում Չեմպիոնների լիգայի խաղից առաջ։ Հաջորդ հանդիպումը, որը ցանկանում եմ խոսել, Լիլ-Լանս հանդիպումն էր, այստեղ Լանսը շատ հետ մնաց արդեն Paris Saint-Germain-ից, տոտալ ձախողվեց երկու խաղակեսներում, Լիլը ուներ տոտալ առավելություն, շատ մեծ առավելություն եւ կարող էր իրականում հաղթել ավելի խոշոր հաշվով։ Ես չեմ վախենա ասել, որ սա Լանսի սեզոնում վատագույն հանդիպումն էր Լիգա 1-ում, որովհետեւ ուղղակի ոչինչ չէին կարողանում առաջարկել մրցակցին։ Իհարկե առաջի գոլը ուշ եկավ, բայց Լիլի առավելությունը շատ մեծ էր։ 44-րդ րոպեին շատ բարդ անունով ֆուտբոլիստ Հարալ Դասոնը Ֆերնանդես Պարդոյի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 1-0, երկրորդ խաղակեսի մեկնարկում Կորերան 49-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2-0 եւ խաղի 58-րդ րոպեին արդեն 11 մետրանոցով Ֆերնանդես Պարդոն հաշիվը դարձրեց 3-0։ Լիլը շատ կարևոր հաղթանակ տոնեց իր համար, իսկ Լանսը պարտվեց եւ շատ կարևոր միավորներ կորցրեց եւ Paris Saint-Germain-ի առավելությունը լավ մեծացավ, նաև հաշվի առնելով Paris Saint-Germain-ի բաց թողած խաղը եւ այն հետաքրքիր պատմությունը, որ հաջորդ տուրում Paris Saint-Germain խաղը եւ Lens խաղը հետաձգվելու է, որովհետեւ Ֆրանսիայում ամեն ինչ անում են, որ Paris Saint-Germain-ը նորից հաղթի Չեմպիոնների լիգան։ Թերևս կարծում եմ այդ թեմայի մասին դեռևս կհասցնենք խոսել իմ այլ վիդեո տեսանյութերում, այսքանը երևի բավական է։ Հաջորդ խաղը Անժել-Լիոն, Լիոնի համար իհարկե հասկանում ենք, որ յուրաքանչյուր խաղ կարևոր է քառյակում լինելու համար, բայց Լիոնը չտպավորեց մեղմ ասած, առաջի խաղակեսում շատ վատ տեսք ունեին, ոչինչ չէին կարողանում ստեղծել, երկրորդ խաղակեսում էլ ստեղծեցին շատ քիչ։ Եվ ընդհանուր առմամբ խաղի հաշիվը ամբողջովին արդարացնում է այն ամենը, ինչ տեղի ունեցավ այս խաղում։ Ես շատ եմ փոշմանել, որ դիտել եմ այս խաղը, ու անկեղծ չգիտեմ, թե ինչի եմ դիտել այս խաղը, բայց որոշել էի, որ պետք է դիտեմ Լիոնի խաղը։ Հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով։ Ուրիշ ավելացնելու ոչինչ չունեմ այս խաղի հետ կապված։ Հաջորդ հանդիպումը, որի մասին ցանկանում եմ խոսել, դա իհարկե Մոնակո-Մարսել խաղն էր։ Այս խաղը շատ հաճելի էր, որ ես դիտեցի։ Իհարկե միաժամանակ էի դիտում մեկ այլ խաղի հետ Իտալիայի առաջնությունից, բայց դա իհարկե այս պահին այդքան է կարևոր չի, երբ խոսենք Իտալիայի առաջնության մասին, խոսենք նաև այդ խաղի մասին։ Մի անգամից նշեմ, որ երկու խաղակեսերում էլ հետաքրքիր պայքար էր, շատ հետաքրքիր ֆուտբոլ էին խաղում թիմերը, երկուսն էլ փորձում էին հարձակողական գործել։ Առաջի խաղակեսում ավելի լավ տպավորություն էր թողնում Մարսելը եւ ավելի մոտ էր գոլին, բայց չկարողացավ գոլ խփել եւ առաջի խաղակեսից հետո 0-ներ էին։ Երկրորդ խաղակեսում Մոնակոն ավելի ակտիվ սկսեց եւ արդեն որոշակի առավելություն կարողացավ խաղասկզբում ձեռք բերել, թերևս հետո այդ առավելությունը այսպես ասած չքացավ, որտեղ Մարսելը եւս սկսեց իր պայերը ստեղծել եւ շատ հավասար խաղակես եղավ, թերևս խաղի 59-րդ րոպեին Տեզեի փոխանցումից հետո Գոլովինը հաշիվը բացեց, իդեպ Տեզեն ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց եւ իմ կարծիքով խաղի լավագույն ֆուտբոլիստը հենց նա էր, այլ ոչ թե ուրիշ ֆուտբոլիստ։ Այնպես ստացվեց, որ Մարսելը այս գոլից հետո պատասխանեց պայերով, բայց չկարողացավ գոլ խփել եւ ի վերջո բաց թողեց նաեւ երկրորդը 74-րդ րոպեին Բալոգունը հաշիվը դարձրեց 2-0 եւ խաղի 85-րդ րոպեին ակտիվացած եւ ամբողջ թիմով արդեն մրցակցի վրա այսպես նետված Մարսելը կարողացավ միայն կրճատել խաղի հաշիվը Մեդինայի փոխանցումից հետո Գույրին կարողացավ հաշիվը դարձնել 2-1։ Մարսելը սրանից ուներ հնարավորություն հաշիվը հավասարեցնելու, բայց չկարողացավ։ Այս խաղերից հետո Լիգա 1-ում իրավիճակը հետեւյալն է։ Paris Saint-Germain-ը 63 միավորով առաջատարն է եւ 1 խաղ պակաս է անցկացրել, 27 խաղ է խաղացել, Լանսը երկրորդն է 28 խաղերից հետո 59 միավորով, Լիլը բարձրացավ 3-րդ հորիզոնական, սա շատ կարևոր փաստ է, նշենք Լանսին հաղթելով նրանք բարձրացան 3-րդ հորիզոնական եւ 50 միավորով այս պահին այնտեղ են։ Եվ ֆանտաստիկ պայքարը 4-րդ տեղի համար, Մարսելը 4-րդն է 49 միավորով, նույնքան միավոր ունի Մոնակոն, որը շատ կարևորագույն հաղթանակ տոնեց այս տուրում Մարսելի նկատմամբ, բայց այս պահին 5-րդն է։ Եվ 6-րդ տեղ է իջել Լիոնը 48 միավորով։ Ես նաև իհարկե պետք է նշեմ, որ այնտեղ կա Ռեն, որը 47 միավորով 7-րդն է։ Այո, գուցե չեմպիոնական պայքարում Paris Saint-Germain-ը արդեն այնպիսի առավելություն ձեռք բերեց, որ հաստատ այլևս բաց չի թողի եւ այն Լանսի երազանքը, որը կային ինչ-որ մարդիկ, որ հավատում էին, կարծում եմ այս տուրից հետո հոդս ցնդեց եւ կարելի է ասել, որ Paris Saint-Germain-ը
գրեթե ապահովել է չեմպիոնությունը լիգա 1-ում, բայց այնինչ լինելու է եվրագավաթային գոտու համար, դա ֆանտաստիկ է, դրան մենք անպայման կհետևենք։ Առաջնության գլխավոր ռմբարկուն Լեպոլն է, Ռենից 16 գոլ եւ 3 գոլային փոխանցում, նշեմ, որ Ստրասբուրգից Պանիչելին եւս ունի 16 գոլ եւ 1 գոլային փոխանցում, ցավոք սրտի նա չի ավելացնի այս շարքը, որտեղ լուրջ վնասվածք է ստացել եւ դժվար թե խաղա այլևս լիգա 1-ում, երրորդ հորիզոնականում Գրինվուդն է, Մարսելից 15 գոլ եւ 4 գոլային փոխանցում, չորրորդ հորիզոնականում Էդուարն է, Լանսից 12 գոլ եւ 3 գոլային փոխանցում եւ 5-րդ տեղում Սուլցն է, Լիոնից 11 գոլ եւ 3 գոլային փոխանցում։ Այսքանն է լիգա 1-ի մասին իմ մտքերը, պետք է անցնենք արդեն հաջորդ առաջնությանը։ Հաջորդ առաջնությունը, որի մասին ցանկանում եմ խոսել, Բունդեսլիգան է, որտեղ շատ կրակոտ եւ գոլառատ հանդիպումներ ընթացան, որպեսզի հասցնենք բոլորի մասին խոսել, եկեք սկսենք շատ արագ միանգամից Werder Bremen Leipzig հանդիպումից, որտեղ Leipzig-ը կարողացավ իր համար շատ կարևոր հաղթանակ տոնել, ընդհանուր առմամբ խաղը հավասար պայքարում էր ընթանում, շատ մոտ էին իրար թիմերը եւ առաջին խաղակեսում եւ երկրորդ խաղակեսում, շատ հավասար պայքար էր ընթանում, բայց առաջինը խաղի գոլը խփեց Leipzig-ը, խաղի 15-րդ րոպեին Նուսան բացեց խաղի հաշիվը, երկրորդ խաղակեսում 52-րդ րոպեին Ռոմուլո Կարդոսոն հաշիվը դարձրեց 2-0 եւ միայն խաղավերջում կարողացավ Վերդերը կրճատել հաշիվը Մուսա Միլոսևիչի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 1-2։ Այսպես Լայպցիգը իր համար շատ կարևորագույն հաղթանակ տոնեց։ Հաջորդ հանդիպումը, որի մասին խոսենք, մեր հերթականության Ֆրայբուրգ Բավարիա Մյունխեն հանդիպումն էր, շատ հետաքրքիր հանդիպում, շատ թեժ պայքար, շատ մեծ ռոտացիա էր արել Կոմպանին Ռեալ Մադրիդի խաղից առաջ, չկար Հարի Քեյնը, չկար Օլիսեն եւ ելի չկային շատ առաջատար ֆուտբոլիստներ եւ ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր պայքար, որտեղ իհարկե ավելի լավ էր խաղում Բավարիան։ Բայց այնքան էլ սցենարը լավ չդասավորվեց Բավարիայի համար, առաջին խաղակեսում գոլեր չեղան, բայց երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում Մանզամբին Էգեստենի փոխանցումից հետո այս բարդ անունով ֆուտբոլիստներ կարողացան բացել խաղի հաշիվը, սրանից հետո արդեն մի քանի կարևորագույն փոփոխություններ կատարեց Կոմպանին, Օլիսեն խաղատաշտում հայտնվեց, Լայմերը հայտնվեց, Պավլովիչը հայտնվեց, բայց անգամ դրան հետո Մուսալան անգամ հայտնվեց Գնաբրիի փոխարեն, բայց 71-րդ րոպեին Բավարիան բաց թողեց նաև երկրորդ գոլը, Հոլերը հաշիվը դարձրեց 2-0։ Հետո խաղի արդեն 81-րդ րոպեին սկսեց Բավարիայի տաղանդավոր երիտասարդների բենեֆիսը։ Նախ Կարլի փոխանցումից հետո շատ գեղեցիկ գոլ խփեց Բիշովը եւ հաշիվը դարձրեց 2-1։ Հետո խաղի 90+2-ին Օլիսեի հերթական գոլային փոխանցումը, նա արդեն ունի 28 գոլային փոխանցում եւ ընդամենը 3 գոլային փոխանցում է մնացել Մեսսիի այն լեգենդար ցուցանիշին հավասարվելու համար։ Եվ հենց նրա փոխանցումից հետո շատ նման եւ նորից շատ շքեղ գոլ խփեց Բիշովը եւ հաշիվը դարձրեց 2-2։ Եվ թվաց, որ վերջ հանդիպումը այսպես էր կավարտվի 2-2 հաշվով, Դեվիսը փոխանցում կատարեց Կարլին եւ Կարլը գնդակն ուղարկեց Ազատ Դավիսը։ Բավարիան ֆենոմենալ քամբեք իրագործեց եւ Ռեալ Մադրիդի խաղից առաջ կարծես թե ասաց, որ դուք չեք գիտակցում, թե ում դեմ եք այցելու։ Պետք է ուշքի գալ եւ գիտակցել, որ այս պահին մենք աշխարհի ամենաուժեղ թիմն ենք եւ Ռեալ ջանդ յուղի։ Թե կյուղի Ռեալը, թե չի յուղի, դա ցույց կտա իհարկե Չեմպիոնների լիգայի հանդիպումը, որի մասին մենք իհարկե հետագայում անպայման կխոսենք։ Հաջորդ հանդիպումը, որի մասին ցանկանում եմ խոսել, սա ուղղակի, չգիտեմ, բլոկբաստեր էր, Բայեր Լևերկուզեն, Վոլսբուրգ, այս խաղում խփվեց 9 գոլ, ֆենոմենալ ֆուտբոլ, աննորմալ գոլային հնարավորություններ, հատկապես շատ հնարավորություններ ուներ Բայեր Լևերկուզենը, բայց սցենարը այդքան էլ սկզբից չէր ընթանում Բայեր Լևերկուզենի համար։ Եկեք սկսենք առաջի խաղակեսից, որտեղ ուղղակի ինչ-որ աննորմալ բաներ էր կատարվում։ Նախ շատ բարդ անունով ֆուտբոլիստի փոխանցումից հետո Կուելյարակիս, երևի ճիշտ եմ ասում, Վինդը հաշիվը բացեց, դրան պատասխանեց 11 մետրանոցից Գրիմալդոն 1-1,
բայց այդ ուրախությունը տևեց ընդամենը 1 րոպե, Մեհլեն հաշիվը դարձրեց 1-2, հետո 11 մետրանոց արդեն Վոլսբուրգի օգտին եւ Էրիքսենը հաշիվը դարձրեց 1-3 եւ առաջին խաղակեսի վերջնամասում խաղի 44-րդ րոպեին նույն Գրիմալդոն Ֆերնանդեսի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 2-3։ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը, նորից 11 մետրանոց իդեպ նոր խաղադաշտում հայտնված Շիկը կարողացավ հենց իրացնել այդ 11 մետրանոցը 3-3, հետո Տապսոբան 68-րդ րոպեին հաշիվը դարձրեց 4-3, հետո խաղի 73-րդ րոպեին Մեզան Պալասիոսի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 5-3 եւ ի վերջո խաղի 90+6-ին Տիլմանը Պոկուի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 6-3։ Խելահեղ հանդիպում, աննորմալ էմոցիաներ եւ Բայեր Լևերկուզենի համար ֆանտաստիկ քամբեկ եւ շատ կարեւոր քամբեկ Բունդեսլիգայում։ Եվ վերջին հանդիպումը, որի մասին ցանկանում եմ խոսել, իհարկե տուրի կենտրոնական հանդիպումն է Շտուտգարտ Բորուսիա Դորտմունդ։ Ընդհանուր առմամբ շատ, այսպես ասեմ, հավասար պայքար էր։ Երկու թիմերն էլ ունեին հնարավորություններ, բայց դրանք սպասվածից քիչ էին։ Սովորաբար գերմանական ֆուտբոլում եւ հատկապես երբ մրցում են Շտուտգարտն ու Դորտմունդը ավելի ուրախ խաղեր են լինում, բայց այս խաղը այդքան էլ Բունդեսլիգայի լոգիկայով չէր ընթանում, որտեղ պայերը շատ քիչ էին, շատ զգուշավոր ֆուտբոլ էր ընթանում երկու թիմերի կողմից, երկուսն էլ փորձում էին խաղալ արդյունքի վրա եւ ի վերջո հաջողացնել եւ գոլ խփել եւ այդ հաջողությունը ժպտաց միայն խաղավերջում Բորուսիա Դորտմունդին երկրորդ խաղակեսի 90+4-ին ADM-ին հաշիվը բացեց եւ ընդամենը 2 րոպե հետո Սիլվայի փոխանցումից հետո Բրանտը խփեց նաեւ երկրորդ գոլը, Բորուսիան իր համար տոնեց շատ կարեւոր հաղթանակ Չեմպիոնների լիգայի գոտում ամրագրվելու համար, Բավարիայի հետևից ինչ որ չեփ գնալու համար, բայց կարծում եմ այստեղ Բավարիան հաղթելու է Բունդեսլիգան եւ դա բոլորին պարզ է։ Այս խաղերից հետո մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ տեսքը, Բավարիան ունի 73 միավոր 28 տուրերից հետո, բոլորը համապատասխանաբար նույն քանակի խաղեր են անցկացրել, Բորուսիա Դորտմունդը 64 միավորով երկրորդն է, Լայպցիգը 53 միավորով երրորդն է, Շտուտգարտը 53 միավորով 4-րդն է, Հոֆենհայմը 50 միավորով 5-րդն է եւ Բայեր Լևերկուզենը 49 միավորով 6-րդն է։ Բայեր Լևերկուզենը փորձում է ամեն ձև գալ եւ հասնել 4-րդ հորիզոնական, տեսնենք թե ինչպես դա նրանց մոտ կստացվի։ Առաջության գլխավոր ռմբարկուն իհարկե շարունակում է մնալ, ուզում եմ ասել ցանկանում է մնալ, Հարի Քեյնը, կարծում եմ նաև ցանկանում է 31 գոլ եւ 5 գոլային փոխանցմամբ, երկրորդը Ունդավն է, Շտուտգարտից 18 գոլ եւ 5 գոլային փոխանցում, երրորդը Լուիս Դիասն է, Բավարիայից 15 գոլ եւ 11 գոլային փոխանցում, չորրորդը Գիրասին է, Բորուսիա Դորտմունդից 13 գոլ եւ 1 գոլային փոխանցում եւ 5-րդը Բաումգարտներն է, Լայպցիգից 12 գոլ եւ 6 գոլային փոխանցում։ Եվ ինչպես միշտ իհարկե նաև ուզում եմ նշել, որ Օլիսեն 6-րդն է 11 գոլ եւ արդեն 18 գոլային փոխանցում։ Այսպիսին էր Բունդեսլիգայի 28-րդ տուրը։ Քանի որ այս տուրում տեղի չունեցան Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումներ, մենք խոսենք Անգլիայի գավաթի մասին, որտեղ տեղի ունեցած ամենահետաքրքիր հանդիպումը իհարկե Մանչեսթեր Սիթի Լիվերպուլ հանդիպումն էր, որտեղ Մանչեսթեր Սիթին ուղղակի շատ ծանր հարված անցկացրեց Լիվերպուլին, շատ դաժան, այնքան դաժան, որ անգամ ես սկսեցի չկարողանալ արտասանել բառերը։ Իրականում առաջին խաղակեսի մեկնարկը չէր խոսում այդպիսի դաժան հանգուցալուծման մասին, որովհետև Լիվերպուլը ստեղծեց առաջին հնարավորությունները, Սալահ ուներ լավ հնարավորություն չօգտագործեց, Էկիտիկեն ուներ լավ հնարավորություն չօգտագործեց։ Եվ ի վերջո Վան Դեյքը, որը մինչև այդ ֆանտաստիկ ֆուտբոլ էր խաղում, կանոնները խախտեց Օ'Րայլիի նկատմամբ եւ նորից Գվարդիոլայի այն հանճարեղ քայլը, որ աշխատել էր Արսենալի հետ խաղում, Օ'Րայլին դառնում է ավելորդ ֆուտբոլիստ մրցակցի կիսադաշտում եւ կարողանում է այս անգամ ոչ թե գոլ խփել, այլ վաստակել 11 մետրանոց։ Եւ այն վստահորեն իրացրեց Էրլինգ Հոլանդը, սրանից հետո Լիվերպուլը շոկի ենթարկվեց եւ նաեւ բաց թողեց երկրորդ գոլը Սեմենյոյի փոխանցումից հետո 45+2-ին Հոլանդը դուբլի եղնակ դարձավ 2-0։ Արդեն այս հաշվից հետո իրականում ամեն ինչ պարզ էր, ամեն ինչ խոսում էր նրա մասին, որ Լիվերպուլը հետ չի գալու, իսկ Գվարդիոլան այսպես վկայակոչում էր իր մասին, որ գիտեք ինչ, դուք ինձ հանել եք բոլոր հնարավոր մեդալների, գավաթների պայքարից, բայց ես հաղթեցի Անգլիայի լիգայի գավաթում Արսենալում եւ հիմա էլ գավաթի այս փուլում հաղթում եմ Լիվերպուլին։
Խաղի 50-րդ րոպեին Սեմենյոն Շերկիի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 3-0, 57-րդ րոպեին Օռայլիի փոխանցումից հետո Հոլանդը հետրիկի հեղինակ դարձավ եւ հաշիվը դարձրեց 4-0, եւ սրանից հետո հանգստացավ Մանչեսթեր Սիթին, իհարկե այլևս անելու ինչ-որ բան չկար, եւ սկսեցին հանգիստ ֆուտբոլ խաղալ, Լիվերպուլը ինչ-որ բան չէր կարողանում առաջարկել, միակ պահը, որը կարողացան ստեղծել դա վաստակած 11 մետրանոցն էր, որն էլ չիրացրեց Մոհամեդ Սալահ եւ ավելի ողբերգական դարձրեց այս պարտությունը։ Եվ սրանից հետո ասել, թե ինչ-որ բան կատարվեց, սուտ կլինի։ Իհարկե Լիվերպուլը, եթե ցանկանում է փրկել սեզոնը, պետք է Չեմպիոնների լիգայում հրաշք գործի իմ կարծիքով Paris Saint-Germain-ի հետ, որտեղ երբ դիտում ենք, թե ինչպիսի ֆուտբոլ է խաղում Paris Saint-Germain-ը եւ դիտում ենք, թե ինչպիսի վիճակում է Լիվերպուլը, առանց հիմնական դարպասապայի, որը շատ լուրջ վնասվածք է Ալիսոն Բեքերի մոտ, շատ բարդ է մի քիչ պատկերացնել, թե ինչ կանի Լիվերպուլը։ Իհարկե այստեղ կա դրական նորություն, որ վնասվածքից վերադարձել է Իսակը, բայց թե ինչպիսի մարզավիճակում կլինի, ինչպես կխաղա, շատ բարդ է ասել։ Կարծես թե հաշված են արդեն սլոտի օրերը, թերևս մամուլը շատ իրարամերժ է, կան աղբյուրներ, որ նշում են արդեն ամեն ինչ պարզ է, գալու է Չաբի Ալոնսոն, եւ կան աղբյուրներ, որ նշում են, որ սլոտը մեկ է մնալու է եւ նրան վստահելու են։ Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե ինչպես կլինի, բայց այս պարտությունը իրոք շատ դաժան պարտություն էր Սիթիի համար, մեգա կարևոր հաղթանակ էր եւ նորից Գվարդիոլայի, այսպես ասած, իր մասին հայտնել էր, բայց ամենածիծաղելին այն էր, որ երբ 4-0 էր հաշիվը, Գվարդիոլան նստած էր իր աղջիկա կողքին, իր աղջիկը շատ ուրախ էր, իսկ Գվարդիոլան այնպիսի դեմքով էր, որ դուք չեք պատկերացնի, այնպիսի տպավորություն էր, որ իր թիմն է պարտվում 4-0 եւ ինչ որ շատ տխուր, ինչ որ կործանված հայացքով, ոչ լավ տեսքով, աչքերի տակ սև փոսիկներով Գվարդիոլան տխուր դիտում էր այս հանդիպումը ու երևի, չգիտեմ, երևի հիշել էր Կլոպին, կարոտում է այդ օրերը, այլևս չի զգում այն պայքարը, որը ցանկանում է զգալ Անգլիայում, գուցե ամեն ինչ կապված էր Կլոպի հետ, որտեղ իրոք Գվարդիոլան 4-0 հաղթելու ժամանակ այդքան տխուր, չգիտեմ, ուղղակի երևի անհնար է նման բան պատկերացնել, բայց դա մենք տեսանք։ Նշեմ, որ նաև Չելսին Պորտ Վայլին ջախջախեց 7-0 հաշվով, այստեղ ես չեմ անդրադառնա շատ երկար բարակ, այստեղ ամեն ինչ պարզ էր։ Շատ դրամատիկ հանդիպում ընթացավ Վեսթեմ Լիդս խաղում, որտեղ Լիդսը 2-0 հաշվով հաղթում էր, խաղավերջում Վեսթեմը քամբեք իրագործեց, բայց չկարողացավ պահել այդ հաղթական հաշիվը, նաև լրացուցիչ ժամանակում գոլ խփեցին, բայց այնտեղ կար խաղից դուրս իրավիճակ եւ ի վերջո 11 մետրանոցներով պարտվեցին եւ այստեղ Նունո Էշպիրիտու Սանտոյի դեմքը այնքան ողբերգական էր, ինչքան Գվարդիոլային, ուղղակի մի տարբերությամբ, որ նա պարտվել էր 11 մետրանոց հարվածաշարում, իր թիմը ավելի ճիշտ պարտվել էր, իսկ Գվարդիոլան հաղթել էր։ Եվ վերջին խաղը, որը շոկային էր, անակնկալ էր, Սաութհեմպտոն Արսենալ։ Ես այս խաղը չեմ դիտել եւ ամբողջությամբ, այսպես ասած, իմ լավ ընկերներից մեկի խոսքերով եմ վերլուծելու այս խաղը։ Հայկ Սահակյանի, նրա մասին խոսեց նաև Գևորգ տեսանյութում, հիմա էլ ես եմ խոսում, ամեն ձև գովազդ ենք անում քեզ ընկերս Հայկը Սահակյանը, որը կարծում եմ այս անգամ էլ չի դիտելու իմ տեսանյութը եւ միայն ցանկանալու է տեսնել այս մասը։ Դրա համար ես ամեն անգամ ինչ-որ բան նվիրում եմ քեզ։ Ինչևէ, խաղի 35-րդ րոպեին Ստյուարտը Բրիի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 1-0, պետք է նշել, որ Արսենալը երկու խաղակեսումներ ուներ առավելություն, բայց չէր կարողանում օգտագործել իր պահերը։ Ի վերջո 68-րդ րոպեին Հավերցի փոխանցումից հետո Գյոկերեշը հավասարեցրեց խաղի հաշիվը եւ խաղավերջում եղավ այն, ինչը շատ ցավացրեց Արսենալի ֆաներին։ Չարլսը Ֆելովսի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 2-1 եւ Արսենալը չկարողացավ հաշիվը հավասարեցնել։ Սաութհեմպտոնը դուրս եկավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ, իսկ Արսենալը 1.5 շաբաթում կորցրեց այն բոլոր նպատակները, որոնք նրա դեմ, այսպես ասած, դրված էին այդ պահին, հաղթել 4 հնարավոր գավաթները, բայց նրանք Անգլիայի լիգայի գավաթում եզրափակչում պարտվեցին Սիթիին եւ այստեղ էլ պարտվեցին Սաութհեմպտոնին 2-1 հաշվով։ Շատ ցավալի իհարկե պարտություն Արսենալի երկրպագուների համար, բայց հոգ չէ, Արսենալը պետք է խաղա Չեմպիոնների լիգայում եւ ԱՊԼ-ում էլ անկեղծ ասած մոտ են չեմպիոն դառնալու։ Տեսնենք, թե ինչպես կլինի, շատ են վնասվածքները, շատ են ինչ-որ հոգեբանական խնդիրները, կա լարվածություն, շատ մարդիկ խոսում են, որ այս թիմը չեմպիոնական չէ, նշում են, եթե Արտետան չհաղթի, վերջ հեռացնելու են, այսինքն ճնշումը շատ մեծ է Արսենալի վրա, այսքան տարի կարևորագույն գավաթներ չհաղթելուց հետո եւ ահա նման ողբերգական շաբաթ։ Ինչպես ես եմ սիրում ասել, եկավ Արսենալի ապրիլ ամիսը եւ սկսեց ամեն ինչ նորից
պտտվել Արսենալի դեմ։ Թերևս տեսնենք, թե Արսենալը ինչպես կխաղա երկու ամենակարևոր առաջնություններում եւ ինչպես իրեն կդրսեւորի։ Միայն ավելացնեմ, որ Անգլիայի գավաթի կիսաեզրափակում հետեւյալ զույգերն են կազմվել. Manchester City-ն խաղալու է սեփական հարկի տակ Southampton-ի հետ, իսկ Chelsea-ն սեփական հարկի տակ խաղալու է Leeds-ի հետ։ Այստեղ եւս սպասվում է հետաքրքիր պայքար, եթե չլինի անակնկալ, ապա շատ հետաքրքիր եզրափակիչ կտեսնենք Ռոսիանորի եւ Գվարդիոլայի միջև։ Իսկ դուք կարող եք գրել, թե ինչպեսի եզրափակիչ եք սպասում։ Սերիայի մասին խոսենք, որտեղ շատ լավ տուր ստացվեց Յուվենտուսի համար, որտեղ Յուվենտուսի երկու ամենակարևոր մրցակիցները, եթե կարելի է այդպես ձևակերպել, միավորներ կորցրեցին եւ առաջինը միանգամից եկեք սկսենք Ինտեր-Ռոմա տուրի կենտրոնական հանդիպումներից մեկի մասին խոսել։ Այստեղ առաջի խաղակեսը շատ հետաքրքիր պայքարում անցավ եւ երկկողմանի լավ ֆուտբոլ էր։ Մեկնարկը շատ տպավորիչ էր Ինտերի կողմից եւ արդեն խաղի առաջին րոպեին Թյուրամի փոխանցումից հետո Լաուտարո Մարտինեսը, որը նոր է վերադարձել վնասվածքից, շատ կարոտաց ֆուտբոլը, կարողացավ գոլ խփել։ Սրանից հետո եւս մի քանի հնարավորություն ունեցավ Ինտերը, ընդհանրապես խաղի առաջի խաղակեսի առաջին 7-8 րոպեներում Ինտերը խելահեղ տեմպ էր տվել խաղին, բայց դրանից հետո պատկերը փոխվեց, Ռոման վերցրեց գնդակը, սկսեց ավելի լավ խաղալ, մի քանի հիասքանչ պաս ստեղծեց, պայերից մեկում ֆանտաստիկ սեյվ կատարեց Զոմերը Ռոմայի ֆուտբոլիստի հարվածից հետո, հիմա թե անկեղծ չեմ հիշում ով էր հարվածողը, բայց ի վերջո Ռոման կարողացավ հաշիվը հավասարեցնել, Ռեսենչի փոխանցումից հետո Մանչինին 40-րդ րոպեին հաշիվը դարձրեց 1-1 եւ սրանից հետո թվաց, թե Ռոման ավելի լավ է խաղում, հիմա կարող է Ռոման փոխել ընդհանրապես խաղի սցենարը, բայց առաջի խաղակեսի վերջին րոպեներին Չալանօղլուն Զելինսկիի փոխանցումից հետո, թերևս այդտեղ փոխանցումը ընդհանրապես կարևոր չէր, ֆենոմենալ հարվածով գրավեց Ռոմայի դարպասը եւ հաշիվը դարձրեց 2-1 գոլ ընդմիջումից առաջ, շատ կարևոր Ինտերի համար եւ շատ պատասխանատու պահին, որը Ինտերի համար իրականում շատ կարևոր էր այդ պահին։ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը, Ռոման փորձեց ավելի բարձրից խաղալ, ավելի ռիսկային ֆուտբոլ խաղալ եւ հենց սա Ռոմայի սխալն էր, որովհետև ուղղակի Ինտերը օգտվեց դրանից եւ ոչնչացրեց երկրորդ խաղակեսի սկզբում բոլոր այն նպատակներն ու երազանքները Ռոմայի այս խաղում, որոնք կարող է Ռոման ունենալ։ Լոտարո Մարտինեսը նորից Թյուրամի փոխանցումից հետո դուբլի եղինակ դարձավ խաղի 52-րդ րոպեին, հետո Չալանօղլուի փոխանցումից հետո արդեն Թյուրամը խփեց գոլ 4-1։ Խաղի 63-րդ րոպեին Բարելան խփեց նաեւ 5-րդ գոլը Ինտերի 5-1։ Եվ սրանից հետո իհարկե թվում էր, թե ամեն ինչ վերջացել է եւ ճիշտ էր թվում, թերևս Ռոման կարողացավ մեկ գոլ հետ բերել Պելեգրինին, հաշիվը դարձրեց 5-2, Մալենը ուներ մեկ լավ հնարավորություն մինչեւ այդ գոլն էլ, բայց այս ամեն ինչը ոչինչ չտվեց իհարկե Ռոմային, դրանից հետո կարող էր հաշիվը ավելի խոշոր դառնալ, որտեղ Ինտերը շատ մեծ առավելություն ուներ խաղի վերջնամասում եւ ընդհանրապես երկրորդ խաղակեսում Ինտերի առավելությունը շատ հատկանշական էր եւ Ինտերը ուղղակի ցույց տվեց, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաղթենք Ասերիան եւ ճիշտ ճանապարհի վրա ենք։ Այսօր ամբողջությամբ դրա վառ ապացույցն է, որովհետեւ ուղղակի ոչնչացրեցին Գասպերինի Ռոմային Կիվուի սաները։ Պետք է նշել, որ Հենրիկ Մխիթարյանը խաղաց ընդամենը 15 րոպե, ինչը մի քիչ տխրեցրեց մեզ, միայն խաղի 76-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինեց Զելենսկիին եւ ինչ որ առանձնահատուկ բանով աչքի չընկավ։ Հաջորդ հանդիպումը, որի մասին ցանկանում եմ խոսել, Ուդինեզե Կոմոն էր, ընդհանուր առմամբ շատ հավասար հանդիպում, չնչին առավելություն իմ կարծիքով ուներ Ուդինեզեն, որովհետեւ խաղում էր հարազատ պատերի ներքո։ Այս խաղը կարող էր ավարտվել օրինակ 1-1 հաշվով, բայց ավարտվեց 0-0 հաշվով, Կոմոն կարևոր միավորներ կորցրեց։ Հաջորդ հանդիպումը Յուվենտուս Ջենովան էր, Յուվենտուսը ուներ խաղային մեծ առավելություն եւ առաջի խաղակեսում եւ երկրորդ խաղակեսում, պետք է նշել, որ Ջենովան եւս ուներ իր պահերը եւ անգամ 11 մետրանոց չիրացրեց երկրորդ խաղակեսում, բայց ընդհանուր առմամբ Յուվենտուսը տնօրինում էր խաղը, ուներ մեծ առավելություն եւ արդեն առաջի խաղակեսում այսպես ասած վճռեց այս խաղի ելքը, խաղի 4-րդ րոպեին կենտրոնական պաշտպանների զույգը Յուվենտուսի աչքի ընկավ, Կելիի փոխանցումից հետո Բրեմերը բացեց խաղի հաշիվը, իսկ խաղի արդեն 17-րդ րոպեին Կոնսենսաոյի փոխանցումից հետո Մաքենին հաշիվը դարձրեց 2-0։ Երկրորդ խաղակեսում գոլեր չգրանցվեցին, միայն նշեմ, որ խաղի 75-րդ րոպեին 11 մետրանոց չիրացրեց Մարտինը, այդ դրվագում հիասքանչ սեյվ կատարեց Դե Գրեգորիոն, հետո 11 մետրանոցը փրկելուց հետո եւս մեկ հիասքանչ սեյվ կատարեց եւ
այսպես ասած վերջում այսպես ասած դարվածություն չթողեց Յուվենտուսի համար, Յուվենտուսը իր համար շատ կարևոր հաղթանակ տոնեց 2-0 եւ մոտեցավ արդեն Կոմոյին։ Եվ վերջին հանդիպումը, տուրի մյուս կենտրոնական հանդիպումը Նապոլի-Միլան, իրականում այս խաղի մասին շատ խոսելու բան չկա, շատ տիպիկ իտալական պրագմատիկ ֆուտբոլ, որը անկեղծ ասած կարելի էր ինչ-որ կերպ սպասել, որ թիմերը կխաղան զգուշավոր, որովհետև սա շատ կարևոր հանդիպում էր երկու թիմերի համար էլ, բայց որ Նապոլին սեփական հարկի տակ այդքան զգուշավոր կխաղա, որ Նապոլին սեփական հարկի տակ չի փորձի գնդակը վերցնել եւ կմտնի Ալեգրիի սցենարի մեջ Կոնտեն ամբողջությամբ, դա ինձ համար մի քիչ անսպասելի էր։ Առաջի խաղակեսում միակ դրական բանը դա Լուկա Մոդրիչի խաղն էր, պահեր գրեթե չկային, ինչ որ կիսա պահեր այո կային, բայց դրանց ասելն անգամ անիմաստ է։ Երկրորդ խաղակեսում էլի նույն լոգիկայով էր ընթանում ամեն ինչ, Նապոլին գուցե մի քիչ ավելի ակտիվ էր, բայց ընդհանուր առմամբ երկու թիմերն էլ շատ զգուշավոր էին խաղում, երկուսն էլ խաղում էին պաշտպանությունից, չէին ստեղծվում պահեր, տակտիկական չոր պայքար էր եւ այն պայքարում, որում թվաց թե Ալեգրին չունի նմանը հավասարը եւ սովորաբար այդպիսի խաղերում հենց Ալեգրիի թիմերն են կարողանում գոլ խփել, եղավ հակառակը։ Գոլ խփեց Նապոլին Պոլիտանո խաղի 79-րդ րոպեին, որը ընդամենը 5 րոպե առաջ էր փոխարինման մտել Սպինացոլայի փոխարեն։ Եվ սրանից հետո նոր Միլանը սկսեց ֆուտբոլ խաղալ, ակտիվացավ, ինչ որ փորձեր կատարեց, բայց այդ փորձերը ապարդյուն էին եւ Միլանը շատ կարեւոր իր համար խաղում պարտություն կրեց եւ այս պահին արդեն Աուսյակում կորցրեց երկրորդ հորիզոնականը եւ Նապոլին բարձրացավ այնտեղ։ Հիմա խոսենք մրցաշարային Աուսյակի մասին։ Ինտերը 72 միավորով առաջատարն է, Նապոլին 65 միավորով երկրորդն է, Միլանը 63 միավորով երրորդն է, Կոմոն 58 միավորով չորրորդն է, Յուվենտուսը 57 միավորով 5-րդն է, Ռոման 6-րդն է 54 միավորով եւ այստեղ նրան շատ մոտեցել է Ատալանտան, որը 53 միավորով 7-րդ հորիզոնականում է։ Առաջնության գլխավոր ռմբարկուն շարունակում է մնալ Լաուտարո Մարտինեսը 16 գոլ եւ 4 գոլային փոխանցում, երկրորդը Կոմոյից Դուվիկասն է 11 գոլ եւ 1 գոլային փոխանցում, երրորդը Նիկո Պասն է 10 գոլ եւ 6 գոլային փոխանցում, նրա պես հավասար արդյունք ունի նաեւ Յիլդիզը 10 գոլ եւ 6 գոլային փոխանցում, Դեվիսը Ուդինեզեից ունի 10 գոլ եւ 3 գոլային փոխանցումով 5-րդն է եւ 6-րդը Հոյլունդն է նորից 10 գոլ եւ 2 գոլային փոխանցում։ Ասիայում չեմպիոնական պայքարը իհարկե վերջում կարող է նորից սրվել, որտեղ Ինտերը ունի այսպես ասած բնավորություն վերջում միավորներ կորցնելու եւ մի շարք դժվար խաղեր ունի եւ հատկապես այնտեղ հատկանշական է Կոմոյի խաղը, բայց պետք է նշել, որ Միլանը եւ Նապոլին եւս ունեն բարդ խաղեր։ Իհարկե հիմնական այդ սրացումը եւ Իտալիայում ամենահետաքրքիր պայքարը, այդ կրակոտ, այսպես ասած պայքարը, դա Եվրագավաթային գոտում է, որտեղ մենք շատ թեժ պայքար ենք ակնկալում եւ տեսնենք ի վերջո ով կլինի քառյակում, որովհետեւ քառյակի համար պայքարող թիմերը իրոք շատ են։ Այսքանը ասերիայի հետ կապված ուրիշ ավելացնելու բան չունեմ, մեզ սպասում է այստեղ եւս 7 տուր եւ ես կարծում եմ այդ 7 տուրերը դեռ մեզ շատ են ուրախացնելու։ Եկանք հասանք ամենահետաքրքրին, ամենահուզիչին եւ ամենաէմոցիոնալին՝ Լա Լիգա։ Այստեղ շատ էմոցիոնալ եմ լինելու, որովհետեւ շատ բան ունեմ ասելու, հատկապես Ռեալ Մադրիդի հետ կապված։ Հուսով եմ ներողամիտ կլինեն բոլոր այն մարդիկ, ովքեր տանել չեն կարող Ռեալ Մադրիդին եւ չեն սիրում, որ ամեն անգամ ես շատ եմ ավելի խոսում Ռեալ Մադրիդի մասին, թեևս ինչպես ասում են, կյանքում ամեն ինչ պատահում է եւ պետք է ամեն ինչ հանդուրժել։ Մի անգամից սկսենք Մալյորկա Ռեալ Մադրիդ հանդիպումից, որտեղ Ռեալ Մադրիդը հիասթափեցրեց ոչ միայն իր երկրպագուներին, իմ կարծիքով Ռեալ Մադրիդը հիասթափեցրեց ինքն իրեն։ Ռեալի ֆուտբոլիստները հիասթափեցրեցին հենց իրենցը։ Թերևս այնպիսի տպավորություն է, որ նրանք այդ հիասթափությունը անկեղծ ասած չեն զգում, որքան էլ խաղից հետո նրանց դեմքի արտահայտությունները սարսափելի են եւ հատկապես այդպիսին էր Դանի Կարվախալի դեմքը, որը այդպես էլ այս խաղում չխաղաց, թերևս շատ հարմար էր այս խաղի համար։ Մի անգամից նշեմ, որ Ալվարո Արբելոայի հետ կապված ես նշել եմ, որ նա ունի իր թերացումները, բայց այդ թերացումները այսպես ասած ամենակարևորը չեն այս պահին, որովհետև այդ թերացումները գալիս են փորձի պակասից եւ այն ժառանգությունից, որը նա ստացել է, իսկ նա ստացել է, հավատացեք, ավելի վատ ժառանգություն, քան ստացել էր Չաբի Ալոնսոն։ Նշում եմ, որ այդ վնասվածքները, այդ խնդիրները, նա այդ աստղերի, այսպես ասած, top 2 աստղերի բացակայությունները ապահովեցին Արբելոայի համար ավելի լավ, այսպես ասած,
հնարավորություններ, բայց ընկերներ եկեք մի քիչ ռեալ դատենք, երբ թիմում հիմնական կազմի 6-7 ֆուտբոլիստ վնասվածք է ունենում եւ դու ակադեմիայի սաներին ես սկսում շանսեր տալ եւ դու ստեղծում ես այդպիսի համակարգ եւ կարողանում ես քո թիմը մինչեւ միջազգային դադարը ֆանտաստիկ ելույթներ ունենալ, հաղթել այն City-ին, որի դեմ թաղում էին Ռեալ Մադրիդին, հաղթել Ատլետիկո Մադրիդին դերբիում հիասքանչ խաղով, կարողանում ես վերադարձնել այն Վինիսիուս Ջունիորին, որոնք բոլորը ցանկանում են տեսնել այդ Վինիսիուսին Ռեալ Մադրիդի երկրպագուները եւ նրան քննադատել, որ նա չի կարողացնում աշխատել հիմա աստղերի հետ, եկավ Մբապեն ամեն ինչ փչացավ։ Իհարկե դա աբսուրդ է, իսկ ով էր կարողանում աշխատել այդ աստղերի հետ եւ արդյոք այս պարտությունը ամբողջովին այն պատճառով էր, որ Կիլիան Մբապեն եւ Վինիսիուսը իրար հետ համատեղ չեն։ Ես կարծում եմ, այո, կան այդպիսի ինչ-որ բաներ, բայց իրականությունը ավելի ցավոտ է եւ այդ ցավոտ իրականության մասին ես կխոսեմ։ Այս խաղը ոչ թե Մարզիչի միակ սխալը այն էր, որ Մարզիչը հավատաց իր թիմի ֆուտբոլիստներին եւ Մարզիչի սխալը այն է, որ նա գուցե չկարողացավ համարժեք մոտիվացնել Բավարիայի խաղից առաջ Ռեալ Մադրիդին եւ Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները ռոտացված կազմով առանց Ֆեդե Վալվերդեի, որը որակազրկված էր, առանց Վինիսիուս Ջունիորի, առանց արդեն փորձված կիսապաշտպանության, Կամավինգայով եւ այս անգամ Անխելով դուրս եկան դաշտ եւ անփառունակ պարտություն կրեցին։ Իրականում խաղը անփառունակ էր այն առումով, որ շատ անհետաքրքիր էր եւ իմ քունը տանում էր խաղի ամբողջ ընթացքում, որովհետեւ գրեթե ոչինչ չէր կատարվում, բայց իրականում անգամ այսպիսի ռոտացված կազմով, անգամ այսպիսի խնդիրներով Ռեալ Մադրիդը առաջի խաղակեսում կարող էր խփել 2-3 գոլ, բայց Կիլիան Մբապեն չօգտագործեց իր հնարավորությունները, չօգտագործեց այն պահին, երբ պետք էր օգտագործել, որովհետեւ չկար Ֆեդե Վալվերդեն, չկար Վինիսիուսը եւ այս պահին միակ առաջատարը Ռեալ Մադրիդի դաշտում դա Կիլիան Մբապեն էր, որը պետք է այս խաղում դառնար վճռորոշ։ Այո, կարող ես դու կփել 50 գոլ սեզոնում, կարող ես կփել 60 գոլ, բայց եթե քո թիմը կարևորագույն պայերին տիտղոսներ չի նվաճելու, անիմաստ են քո գոլերը, դու ուղղակի զարդարում ես քո, այսպես ասած, ճանապարհը, դու ստեղծում ես քեզ համար գեղեցիկ պատմություն, բայց ոչ քո թիմի համար։ Եվ այդ տիտղոսներ չհաղթելով էլ դու չես կարողանում քո, այսպես ասեմ, տեղավորել քո, այսպես ասած, թանգարանում, ասենք, տանը, ասենք, ոսկե գնդակ։ Եվ սա Մբապեի ամենալուրջ խնդիրներից մեկն է, որովհետև նա կարծես թե մինչև այս պահ ամեն ինչ արել է, նա ոսկե գնդակին արժանի ֆուտբոլիստ է, նա աշխարհում լավագույններից մեկն է, գուցե տաղանդով լավագույնն է, թերևս աշխարհում հայտնվել է մի ֆուտբոլիստ, որը գուցե դրա հետ համաձայն չի լինի։ Բայց այս ամենի մեջ Կիլիան Մբապեն, ընկերներ, աշխատասիրության խնդիր ունի, դա արդեն պարզ էր Պարիս Սեն-Ժերմենից, դա պարզ է նաև Ռեալ Մադրիդում, այդ ֆուտբոլիստը պետք է գոլեր խփի, բայց երբ նա գոլեր չի խփում, այո, դա դառնում է կատաստրոֆիկ Ռեալի համար եւ այս խաղում էլ այդպես եղավ, բայց իհարկե Ռեալը չի կարելի ասել, որ գոլ բաց թողեց Կիլիան Մբապեի պատճառով։ Ռեալ Մադրիդը գոլ բաց թողեց, որովհետեւ Էդուարդո Կամավինգան այս խաղին չէր եկել։ Էդուարդո Կամավինգան ուղղակի չվազեց, Էդուարդո Կամավինգան ուղղակի նայեց, թե ինչպես է ֆուտբոլիստը, ով իր հսկողության տակ էր, պետք է գնար, հանգիստ հասներ Տուգանային հրապարակ, այնտեղ 30-40 մետր երևի վազեց եւ ի վերջո Մաֆիոյի փոխանցումից հետո Մորլանեսը բացեց խաղի հաշիվը 1-0։ Դա եղավ խաղի 41-րդ րոպեին, երբ Ռեալ Մադրիդը, այսպես ասած, առաջ խաղակեսում պետք է հաղթողի կարգավիճակով գնար, բայց մսխեց իր պայերը, նշենք նաև, որ Լեո Ռամոնը շատ լավ հանդիպում անցկացրեց, բայց եթե լինեին Մբապեի հարվածները լավ, իհարկե այդպես չէր լինի։ Իհարկե նաև պետք է նշել, որ Ռեալ Մադրիդը ունի շատ լուրջ խնդիր այնպիսի թիմերի հետ, որոնք խաղում են ցածր բլոկով, պաշտպանվում են եւ հատկապես երբ որ գոլ են խփում, այդ դեպքում Ռեալ ուղղակի չի հաղթում։ Եվ սա շատ չարաբաստիկ արդեն պատճառ է, հոգեբանական խնդիրներ կա թիմի, շատ ֆուտբոլիստներ լուրջ չեն վերաբերվում, երբեմն իմ մոտ այնպիսի տպավորություն է երբեմն, որ թիմը ուղղակի չի ցանկանում Լա Լիգայում խաղալ այնպես, ինչպես խաղում է Չեմպիոնների լիգայում։ Չգիտեմ, կա տպավորություն, որ նրանք մոտիվացիա չունեն Լա Լիգայում խաղալու այնպես, ինչպես խաղում են Չեմպիոնների լիգայում։ Որտեղ կոնկրետ այս խաղը թերա գնահատել էր մրցակցին, թիմի աստղի ձախողումն էր, թիմի որոշ ֆուտբոլիստների տոտալ անկումն էր, չգիտեմ, Ռեալի սելեկցիոն աշխատանքի մասին 1000 անգամ խոսել ենք, սելեկցիոն աշխատանքի ֆուտբոլիստները չեն արդարացնում։ Հոյսենը չի արդարացնում, որքան էլ մի քանի խաղ լավ խաղ ունեցավ եւ ունի պոտենցիալ, Կարերասը չի արդարացնում, ելի նույն սկզբում Ալեքսանդր Արնոլդը չի արդարացնում եւ հենց այս խաղում այս ֆուտբոլիստները Կամավինգայի գլխավորությամբ եւ Կիլիան Մբապեի գլխավորությամբ տոտալ ձախողեցին խաղը։ Այո, Մարզիչը փոխեց նրանց գրեթե բոլորին, բացի իհարկե Կիլիան Մբապեից, բայց
դա ոչինչ չտվեց։ Եվ այդ փոխարինումն իմ կարծիքով ուշ արեց Ալվարո Arbeloan, ես նրան երբեմն այո այսպիսի ինչ որ մինի բաներում մեղադրում եմ եւ դա նորմալ է, որ մարզիչը կարող է սխալվել, բոլորն են սխալվում, ասել որ հեծանիվ էր հորինել Arbeloan, ոչ, ամեն ինչ պարզ էր, թե ինչ ֆուտբոլ պետք է խաղա Ռեալը, ասել որ ռոտացիա անել է Էսպանիայի Բավարիայի խաղից առաջ սխալ է, սուտ կլինի, որտեղ բոլորս հասկանում ենք, որ այդպիսի խաղերից առաջ ռոտացիա պետք է հատկապես երբ որ եղել էր հավաքականների դադարը եւ Վինիսիուս Ջունիորը աշխարհի ծերից եկել էր եւ պետք է հանգստի հնարավորություն ստանար, բայց գուցե եթե Վինիսիուսը լիներ մեկնարկային կազմում, թիմը ընտրեր ավելի ուժեղ մեկնարկային կազմ, գուցե չլիներ այս պարտությունը, եթե պիտար չսկսեր խաղը, չգիտեմ, շատ բաներ կարող ենք ասել, բայց այդ եթեները ոչ մեկին պետք չեն։ Arbeloan-ի միակ սխալը այն է, որ ինքը չկարողացավ այս խաղի վրա ազդել եւ իմ կարծիքով ուշացրեց փոփոխությունները, խաղի 50-ին պետք է ինձ մի անգամից երկրորդ խաղակեսի մեկնարկում կատարել այդ փոփոխությունները, բայց խաղի 59-րդ րոպեին միայն երրակի փոփոխություն եղավ, Էդեր Միլիտաոն, իդեպ շնորհավորում եմ Ռեալ Մադրիդի բոլոր երկրպագուներին, Էդեր Միլիտաոն վերադարձավ եւ գիտենք թե նա ինչ կարևոր ֆուտբոլիստ է Ռեալ Մադրիդի համար։ Վինիսիուսը եւ Բելինգեմը համապատասխանաբար հայտնվեցին խաղադաշտում, Բելինգեմը եկե ֆիզիկապես այն վիճակում չէ, դա արդեն շատ պարզ է, համապատասխանաբար փոխանցեցին Հոյսենին, Անխելին եւ Կամավինգային։ Ռեալը ինչ որ փորձեր անում էր, եթե առաջի խաղակեսում միտքը այն էր, որ Կիլիան Մբապեն պետք է 3 հոգու շրջանցի եւ գոլ խփի, ապա երկրորդ խաղակեսում այդ պարտականությունը իր վրա պետք է վերցներ Վինիսիուսը, որովհետեւ Ռեալը չգիտեր թե ինչպես շարժել գնդակը, չգիտեր թե ինչպես գնալ հարձակման, ոչինչ չէր ստացվում եւ խաղի 88-րդ րոպեին միայն օգնության եկավ ստանդարտը, Արնոլդը, որը ձախողել էր ամբողջ խաղը, գոլային փոխանցում կատարեց եւ Էդեր Միլիտաոն ուրախալի գոլ խփեց։ Այս գոլից հետո թվաց թե Ռեալ Մադրիդը կարող է ինչ-որ բանի հասնել, թվաց թե Ռեալ Մադրիդը կարող է ինչ-որ նպատակի հասնել, բայց շատ արագ մի քանի կոպտագույն սխալներից խաղադաշտ հայտնված Մաստանտոնն այս տղան անկեղծ ասած չգիտեմ, ես ինչ որ պա կար, որ նրա մեջ ինչ որ դրական բաներ տեսնում է, իհարկե նշում է, որ նա պետք է սովորի գնդակ կասեցնել, պետք է սովորի ավելի ռիսկով դրիբլինգի գնալ, բայց ժամանակը ցույց է տալիս, որ այս ֆուտբոլիստը ոչ կարողանում է գնդակ կասեցնել, ոչ էլ կարողանում է նորմալ դրիբլինգի գնալ։ Գուցե շատ երիտասարդ է, դեռ կբասի, բայց այս պահին նա երբ որ մտնում է խաղադաշտ, նա ոչ թե օգնում է, այլ խանգարում է։ Եվ հենց նրա սխալից էլ հետո Արնոլդի դիրքային, այսպես ասած, վատ պաշտպանվելու արդյունքում, երբ որ մրցակցից դու ավելի արագ ես, ուղղակի պետք է ճիշտ դիրք ընտրել եւ առաջինը հասնել գնդակին, այնտեղ Արնոլդը ինչ որ եսիմ ինչ օրինեց, սկսեց եսիմուր վազել, ի վերջո իրեն շրջանցեցին, փոխանցում կատարեցին, խայտարակ դիրքային սխալ կատարեց արդեն մյուս Ռեալի նորեկը Կարերասը եւ հաշիվը Մուրիքին ոչ, այսպես ասած, իր գործնական ոտքով ուղղակի մխրճեց գնդակը Ռեալ Մադրիդի դարպասը, հաշիվը դարձրեց 2-1 եւ իհարկե Ռեալը ոչինչ չկարողացավ առաջարկել այս 2-1-ից հետո եւ պարտվեց։ Ռեալ Մադրիդը իր ձեռքով Լա Լիգան նվիրեց Բարսելոնային եւ ես սրա մասին շատ խիզախորեն եւ Telegram-ի անիմեջում եւ Instagram-ում բարձրաձայն գոչեցի Ռեալ Մադրիդը պարտվեց։ Լա Լիգան շնորհավորում եմ Բարսելոնայի երկրպագուներին Լա Լիգան հաղթելու կապակցությամբ։ Ես եկե սկզբից գրեցի, որ մեծ հավակնությամբ, որովհետեւ դեռ տեղի չէր ունեցել Ատլետիկո Մադրիդ Բարսելոնա խաղը եւ գուցե եթե այդ խաղում Բարսելոնան չհաղթեր, ինչ որ դեռևս ինչ որ շանսեր կլիներ Ռեալ Մադրիդի համար, եթե օրինակ պարտվեր, բայց ամեն դեպքում Ռեալ Մադրիդը իրավունք չունի պարտվել Մալյորկային այսպիսի կարևոր տուրից առաջ, երբ գիտի, որ Ատլետիկո Մադրիդն է լինելու Բարսելոնայի մրցակիցը, հելնել այսպես անջատված երկրորդ խաղակեսում ընդհանրապես ոչ մի արձագանք, զուտ մի քանի ֆուտբոլիստների անհատական ինչ որ փորձեր, որոնք պետք է հասկանանք, որ սուպերմենները չեն եւ ամեն անգամ չի կարող Վինիսիուսը գնդակը վերցնել եւ 7 հոգու շրջանցել ու գոլ խփել, կամ նույնը անել Կիլիան Մբապեն եւ հատկապես այդքան հոգնած գալուց հետո ուշ մտնելով խաղադաշտ դա հանել հնարավոր չէ, որքան էլ Վինիսիուսը փորձում էր ու չունենալ այսպես ասած այն ծրագիրը, որ այս խաղում դու կարող ես բացել այդ փակ պաշտպանությունը, դա իհարկե լուրջ խնդիր է եւ այս խնդիրը չի եկել միայն Arbeloa-ի օրոք։ Այս խնդիրը կար Ալոնսոյի օրոք, այս խնդիրը կար Անչելոտիի օրոք, ընդհանրապես այս խնդիրը կար Զիդանի օրոք, այս խնդիրը միշտ եղել է, Ռեալը սովորաբար խնդրեմ ունեցել է բոլոր այն թիմերի հետ, ովքեր շատ են փակվում, Ռեալը սովորաբար լավ է խաղում այն թիմերի հետ, ովքեր քիչ են փակվում։ Ու սա արդեն շատ երկար տարիների պատմություն է, ու այստեղ
դնել քլնգել այսպես ասած մարջին, որ իր մոտ չի ստացվում, որ ինքը այդպեսի ժառանգություն է ստացել, իհարկե աբսուրդ է։ Արբելոան ունի իր թերացումները եւ դա ես նշում եմ, նա երբեմն շատ է ռիսկի դիմում, երբեմն շատ է ռոտացիա կատարում, բայց ինչ անի։ Համաշխարհային ֆուտբոլում, նմանատիպ ինտենսիվության ֆուտբոլում այդ ռոտացիաները պետք են։ Առանց ռոտացիայի դու չես կարող այսպիսի ինտենսիվ ֆուտբոլում հաջողության հասնել։ Գուցե նա չի գուշակում այդ ռոտացիաները եւ դա է նրա սխալը։ Հիմա ուզում եմ պատասխանել իմ հարազատ, իմ շատ լավ ընկերոջը Գևորգ Մալաքյանին, որը նշում էր, թե ինչ տարբերություն Չաբի Ալոնսոյի եւ Ալվարո Արբելոայի միջև, ինչու՞ չէ քննադատում հիմա Ալվարո Արբելոյան, երբ որ այսպիսի խաղ է լինում։ Բացատրեմ, քննադատում ենք բոլորին, բայց պետք է վերջապես հասկանալ, թե ես ինչ էի ասում Չաբի Ալոնսոյի մասին։ Ես Չաբի Ալոնսոյի մասին պարզ հայերենով նշում էի, այս մարզիչը եւ նրա այսպես ասած ունեցած խաղաոճը չի համապատասխանում ֆուտբոլիստներին, բայց եթե նա կարողանա այդ խաղաոճը դնել, ես միայն ուրախ կլինեմ եւ կընդունեմ իմ սխալը, եթե նա կարողանա դա անել։ Հերիք չէ, որ դա չկարողացավ անել Ալոնսոն, ես նրա հրաժարականը ուզել եմ միայն այն ժամանակ, երբ նա կորցրեց հանդերձարանը։ Սա ուզում եմ պարտադիր նշել։ Ես նրան մեղադրել եմ միայն վերջնական նրա ժամանակ, երբ որ նա կորցրեց հանդերձարանը, վատացրեց ֆուտբոլիստների հետ հարաբերությունները եւ ամեն խաղի սկսեց հորինել հեծաններ։ Ակնհայտ է, որ այստեղ Ալոնսոն եթե չվատացներ հարաբերությունները, ես կուզեի, որ նա շարունակեր իր աշխատանքը եւ փորձեր այս անիծված խնդիրների մեջ ինչ որ լուծում գտնել, որտեղ մենք հասկանում ենք, որ Ռեալը ունի լուրջ սելեկցիոն խնդիրներ կային, լիքը վնասվածքներ եւ ես երբեք չեմ նշել, որ Ալոնսոն միակ մեղավորն է, որ Ռեալում այսպիսի քաոս է։ Ես նշել եմ, որ Ալոնսոն ավելացնում է խնդիրներ տեղից շատ խնդիրներ ունեցող թիմում, այսինքն մարզիչը, որը այդ պահին այդտեղ է, գոնե պետք է փորձի այդ խնդիրների մեջ ինչ որ լուծումներ գտնել։ Իսկ ինչ էր անում Ալոնսոն, մեծացնում էր ավելի շատ այդ խնդիրները, նա ստեղծում էր նոր խնդիրներ, օրինում էր ինչ որ անիմաստ հեծանիվներ, վատացնում էր հարաբերությունները ֆուտբոլիստների հետ, որը այսօր էլ հարցազրույցում կարելի է ասել Վինիսիուսը հաստատեց, որ իր եւ Արբելոյի հարաբերությունները լրիվ ուրիշ աստիճանի էին, իսկ նույն Ալոնսոյի հետ վատ էին։ Մենք ուզում եմ հիշեցնել, որ մեղադրում էինք այդ ժամանակ Ֆեդե Վալվերդեին եւ Վինիսիուսին, ովքեր վերջին ժամանակաշրջանում, ովքեր խնդիր են ունեցել Ալոնսոյի հետ, նրանք Ռեալ Մադրիդի միակ լույսն են։ Եվ Ռեալ Մադրիդի Մանչեսթեր Սիթիի հետ հաջողության եւ Չեմպիոնների լիգային այս պահին լինելու եւ այն հավատի, որ մենք դեռևս հավատում ենք, որ Ռեալը այսպիսի խնդիրներով կարող է հաղթել Բավարիային, հենց այդ նույն ֆուտբոլիստներն են, որոնք խնդիր ունեին Չաբի Ալոնսոյի հետ։ Սա էր ամբողջ հարցը, որը ցավոք սրտի իմ լավ ընկերը չէր հիշում, թե ես ինչ էի ասել։ Ես երբեք չեմ ասել, որ այս ամեն ինչի խնդիրի մեղավորը Չաբի Ալոնսոն է։ Ես ասել եմ, որ այսքան խնդիրների մեջ Չաբի Ալոնսոն նոր խնդիրներ ավելացնող է։ Ուզ Ռեալ Մադրիդին պետք է նոր մարզիչ, որը կբերի հույս, որը կբերի հավատ։ Եվ այդ մարզիչը եկել է եւ ինչ որ հույս եւ հավատ երկրպագուների միջև կա, թերևս դա պետք է մեգա հրաշքի տեսքով լինի, որտեղ Լա Լիգան վերջացել է իմ կարծիքով, որտեղ Բարսելոնան հաղթել է, այդ խաղի մասին ես անպայման կխոսեմ, իսկ կոնկրետ ինչ վերաբերվում է Չեմպիոնների լիգային, այնտեղ մենք հասկանում ենք, որ Ռեալը արդեն հրաշք է գործել Սիթիի հետ, հիմա պետք է հրաշք գործի Բավարիայի հետ, հետո մեծ հավակնությամբ պետք է հրաշք գործի Պարիս Սեն-Ժերմենի հետ։ Այո, մի քիչ գուցե ծանր են նշում հրաշք, որովհետև սա Ռեալ Մադրիդն է եւ ունի այնպիսի անհատներ, որոնք կարող են յուրաքանչյուր պահի հաղթել յուրաքանչյուր թիմի, բայց կոնկրետ այն ֆուտբոլը, որը մենք տեսնում ենք Ռեալ Մադրիդի կողմից, մենք միայն այդ top խաղերը տեսնում ենք բացառիկ դեպքերում top թիմերի հետ, այսինքն մենք ամբողջ սեզոնի կտրվածքով չենք կարող ասել, որ Ռեալը վստահորեն կարող է հաղթել Բավարիային։ Հասկանում ենք, որ Բավարիան ֆավորիտ է լինելու, եթե Ռեալը հաղթի Բավարիային, հետո Պարիս Սեն-Ժերմենն է ֆավորիտ լինելու, այս շարքը շարունակվելու է։ Ես չեմ բացառում, որ Ռեալ Մադրիդը կարող է իր անհատների շնորհիվ ի վերջո հաղթել Չեմպիոնների լիգան եւ Արբելոան, այսպես ասած, դառնա այդ հրաշագործը, բայց Արբելոան եկել է մի թիմ, որը ուղղակի նա եկել է որպեսի առաջնային այն քաոսը, որը կար թիմում, այն հարաբերությունները, որ ամբողջությամբ փշրվել էին, վերականգնի եւ նա վերականգնել է, ինչի մասին հաստատում են Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները։ Եվ սա էր կարևոր, թե ինչու հեռացավ Ալոնսոն։ Ես հոգնել եմ այս թեման բացատրելուց, բայց ստիպված էի նորից բացատրել։ Իսկ հիմա եկեք անցնենք Ատլետիկո Մադրիդ Բարսելոնա խաղին, այստեղ կփորձեմ մի քիչ կարճ խոսել, թերևս շատ երկար խոսելու խաղ էր, բայց ամեն ինչը իմ կարծիքով պարզ է։ Բարսելոնան արդեն այս խաղում հաղթելով Լա Լիգայում 99.9%-ով չեմպիոն է։
Ամեն դեպքում խոսենք խաղի մասին։ Երկու թիմերն էլ ընտրել էին շատ հետաքրքիր կազմ, Ատլետիկո Մադրիդը շատ ռոտացված կազմ, Բարսելոնան շատ հետաքրքիր, երկուսն էլ առանց կենտրոնական հարձակվողների եւ փորձում էին, այսպես ասած, կեղծ 9 համարների միջոցով հասնել հաջողության։ Բարսելոնան խաղում էր իրեն հարմար ֆուտբոլ, բարձր պրեսինգով, փորձում էր Ատլետիկոին ճնշել, իր հերթին Ատլետիկոն չէր վախենում գնդակը տեղաշարժել եւ ինքն էլ գնալ պրեսինգի, բայց ավելի շատ իհարկե պաշտպանությունից էր խաղում Ատլետիկոն եւ փորձում էր եզրերով անցումներ կատարել, ինչը սիրում է անել Բարսելոնայի հետ խաղում եւ դա Բարսելոնայի թույլ կողմերից մեկն է սովորաբար, երբ որ դու կարողանում ես եզրերով անցնել Բարսելոնայի պրեսինգը։ Բարսելոնայի պրեսինգը շատ հետաքրքիր ձև էր կազմակերպվում, որովհետեւ երբ որ չկար Ռաֆինյան եւ խաղադաշտում էին միաժամանակ Ֆերմինն ու Օլմոն, եւ բոլորը սպասում էին, որ Օլմոն պետք է լինի կեղծ 9 համարը, Ֆերմինն էր հայտնվում կեղծ 9 համարի դիրքում, իսկ Օլմոն եւ Ռեշֆորդը կատարում էին այն պարտականությունները, ինչը սովորաբար կատարում է Ռաֆինյան մենակ, այսինքն պրեսինգը սկսում է, այսինքն պրեսինգը գալիս է միշտ Ռաֆինյայի եզրից, այս անգամ այդ պրեսինգը սկսում էին Օլմոն ու Ռեշֆորդը միասին։ Պետք է նշել, որ Ռեշֆորդը շատ էր լայնություն տալիս եզրում, նա շատ եզր էր գնում եւ կանսելո շատ դեպքերում գալիս էր կիսաեզր, այսպես ասած, կես լատերալի դիրք, որը շատ լավ մշակել էր Ֆլիկը եւ սա իրականում շատ մեծ առավելություն է տալիս Բարսելոնայի պրեսինգի ժամանակ, որտեղ եզրերում այս այսպես ասած սրացումները չէին ստացվում, որքան էլ Ատլետիկոն ստեղծեց իր պայերը, երկու հիասքանչ պա Գրիզմանը չօգտագործեց, բայց այդ պայերից մեկը ոչ թե Կանսելոյի եզրում էր, այլ Արաուխոյի եզրում էր, որը վնասված ստացավ եւ փոխարինվեց այս խաղում, բայց կարծես թե լուրջ չէ այդ վնասվածքը։ Եվ ի վերջո Բարսելոնան ունեցավ իր պայերը, Ֆերմինը երկու հիասքանչ հնարավորություն ունեցավ, որոնցից մեկի ժամանակ Յամալի փոխանցումը ուղղակի չգիտեմ, ես Յամալի մասին առանձին խոսեմ վերջում, որտեղ Յամալը ֆենոմենալ ֆուտբոլ խաղաց նաև այս խաղում, Յամալի հետ կապված եղավ միջադեպ եւ ընդհանրապես իմ կարծիքը ես ուզում եմ ասել Յամալի մասին նորից ու դա խոսեմ վերջում։ Խաղի 39-րդ րոպեին Լանգլեն փոխանցում կատարեց դաշտի կենտրոնով, շատ սուր փոխանցում, հիասքանչ կիսաեզրից բացվավ եւ մտավ կենտրոն Սիմեոնը, շատ եմ սիրում ես այս ֆուտբոլիստին, շատ աշխատասեր, շատ խելացի եւ շատ ուժեղ եւ տաքայլուն միաժամանակ, գուցե հենց դրա համար նրան չեն սիրում, բայց կարողացավ բացել խաղի հաշիվը, Բարսելոնան շատ լավ արձագանքեց սրան եւ գեղեցիկ խաղարկում Օլմո Ռեշֆորդ հաշիվը դարձավ 1-1։ Առաջի խաղակեսի եղավ մի հետաքրքիր դրվագ խաղի 22-րդ րոպեին, երբ գնդակը փոխանցում էին Արաուխոն կարծես թե դեպի Յամալը, Նիկո Գոնսալեսը որոշեց բասկետբոլ խաղալ եւ այսպես երկու ձեռքով գնդակը վերցրեց եւ ստացավ տեղին քարտ։ Խաղը վերջում չհասցրեց նորից Յամալի հետևի, շատ կոպիտ խախտում կատարեց, ստացավ եւս մեկ դեղին, հետո վառով նայեցին եւ ուղիղ կարմիր քարտ տվեցին եւ Նիկո Գոնսալեսը հեռացվեց։ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը եւ երկրորդ խաղակեսի հենց առաջին րոպեին կարելի է ասել եղավ մի դրվագ, որտեղ չէ առաջին րոպեին չէր, որտեղ թե մի սկզբում էր, դա կարևոր չի, թե երբ էր Ժերար Մարտինը կատարեց մի խախտում, որի համար մրցավարը նրան ցուցադրեց ուղիղ կարմիր քարտ։ Այս ուղիղ կարմիր քարտից հետո վառը միջամտեց եւ որոշեց այս ուղիղ կարմիր քարտը անել։ Իհարկե բոլորը ես սպասում են, հիմա չգիտեմ, դուբինկաներով, թրերով, սրերով, դանակներով, այսպես նստած սպասում են թե ինչ է ասելու Վահագը, որպեսզի սպանեն նրան, եթե հանկարծ իրենց սրտով չասի։ Բայց Վահագը չի ասելու ձեր սրտով, սիրելի Բարսելոնայի երկրպագուներ, ես միշտ ասել եմ այն, ինչ կա։ Այդ դրվագում կար կարմիր քարտ եւ մրցավարը սխալվեց։ Ես հիմա կբացատրեմ, թե ինչու էր դա կարմիր քարտ։ Այո, շատ այո, առաջինը խաղաց Մարտինը գնդակին։ Օրենքը հետեւյալն է. Եթե ֆուտբոլիստը խաղում է գնդակին եւ այնպիսի իրավիճակում է հարվածում մրցակցին, երբ ոտքը քաշելով ոչ մի հնարավորություն չունի եւ այդ ոտքը չի հասնում մինչեւ աշխարհի ծերը, այս ինչը ասա Մարտինի դեպքում եւ դա չի ունենում այնպիսի ուժգնություն, այսպես ասած, հպումը չի լինում այնքան ուժգին, որքան կարող է աննշան է լինում, այսպես ասած, այդ հպումը, այդ դեպքում տրվում է միայն դեղին քարտ, որովհետեւ բաց ոտք է, բայց այստեղ համ կար այդ տարածությունը, համ տեսնում էր իր տեսադաշտը Մարտինը, համ շատ բարձր էր ոտքը, համ շատ ուժեղ էր հարվածը եւ սա ակնհայտ կարմիր քարտ է։ Այո, ես հասկանում եմ, որ Իսպանիայում մրցավարությունը խայտարակություն է, ես հիշում եմ Իսպանիայի գավաթում նույն պատմությունը, որը եղավ եւ կարմիր քարտ ստացավ Սիմեոնեն, ես դրա մասին խոսել եմ իմ տեսանյութում եւ միշտ խոսելու եմ, երբ որ ես տեսնում եմ ինչ որ բան սխալ է, ես դա ասում եմ։ Եվ այս դրվագում այո պետք է լիներ կարմիր քարտ, այլ ոչ թե դեղին, բայց վառով հանեցին մրցավարական շատ անհասկանալի հայեցողությամբ, որոշեցին, որ այստեղ հպումը այնպիսին չէր, աննշան էր եւ այստեղ չէր կարող վտանգ հասցնել եւ սա ուղղակի պատահականություն էր։ Բայց հասկանում ենք, որ այստեղ կոպտությունը այնքան մեծ էր, որ պետք է լիներ կարմիր քարտ։ Ինչևէ, սրանից հետո արդեն Ատլետիկոն
կանգնեցրեց ավտոբուս, փորձում էր պաշտպանվել, հակագրոների փորձեր գրեթե չկային, այնտեղ երկու անգամ ինչ որ անիմաստ փորձեր եղան, բայց ոչինչ չստացվեց։ Բարսելոնան շատ մեծ ճնշում էր ունենում եւ պարզ է, որ պետք է խփեր այդ գոլը եւ ի վերջո հաղթեր։ Եվ հենց այդպես էլ եղավ։ Բարսելոնան խփեց այդ գոլը, Ռոբերտ Լևանդովսկին պատահական չեմ ասի, որովհետեւ ես կարծում եմ, որ միայն թոփ հարձակվողը, միայն լեգենդը կարող է այդպիսի ճիշտ դիրք ընտրել, մինչեւ այդ գոլն է Լևանդովսկիի աշխատանքը տեսեք, թե նա ինչպես է պաշտպանին տանում իր վրա, ինչպես է կանսելուին թողնում 1-1-ի, ինչպես է կանսելուն այդ հիասքանչանցումը կատարում, ինչպես է հարվածում, ինչպես է Մուսոն սխալվում, որը միջև այդ բանը մի քանի փառայիղ սեյվեր կատարել, եւ ինչպես է Լևանդովսկին ճիշտ պահին անում այս շարժումը եւ գնդակ ուղարկում դարպասը 2-1 Բարսելոնան արժանի էր այս հաղթանակին, որովհետև ճնշում էր։ Այո, թե ինչ կլիներ, եթե լիներ կարմիր քարտը, ոչ մեկ չի կարող ասել, բայց նորից կրկնում եմ բոլոր այն մարդկանց համար, ովքեր կարծում են, թե այս սխալը վճռեց Լա Լիգայի ճակատագիրը։ Լա Լիգայի ճակատագիրը որոշել է Ռեալ Մադրիդը իր, չեմ ուզում կոպիտ բառ ընտրել, բայց փորձեմ գտնել այդ բառը, որպեսզի չվիրավորեմ իմ սիրելի թիմի եւ իմ սիրելի թիմի երկրպագուներին։ Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները ուղղակի չուզեցան հաղթել Լա Լիգան եւ պատժվեցին սեփական ոչ աշխատասիրության, սեփական ամբիցիաները ավելի վերև դասելու, ալարելու, երբեմն վազելու եւ այսպես ասած անլուրջ մոտենալու պատճառով նրանք Մալյորկային պարտվելով կորցրեցին Լա Լիգան։ Ընդհանրապես կապ չունի, թե ինչ կլիներ արդեն Ատլետիկո Բարսելոնա խաղում, կպարտվեր Բարսելոնան, կհաղթեր Բարսելոնան, ոչ ոքի կլիներ։ Ռեալ Մադրիդը Լա Լիգան պարտվեց ամենակարևոր պահին հիմար թիմերի, հիմար գշկոպիտ է թույլ թիմերի պարտվելու պատճառով։ Եվ ամենավերջնական այդ վերջակետը դրեց Մալյորկայի հետ խաղում։ Ես շնորհավորում եմ Բարսելոնայի երկրպագուներին նորից։ Ես խիզախել եմ շնորհավորել արդեն Instagram-ում եւ Telegram-ում, նորից եմ շնորհավորում։ Դուք հաղթել եք Լա Լիգան եւ հաղթել եք արժանի, որտեղ միայն Լա Լիգայում դուք եք ցանկանում հաղթել, իսկ Ռեալ Մադրիդը զբաղված էր ինչ-որ անհասկանալի բաներով։ Յամալի մասին խոստացածս, Յամալը այս խաղում եւս մեկ անգամ ապացուցեց, որ համաշխարհային ֆուտբոլում չկա ավելի ուժեղ տաղանդ, քան նա է։ Յամալը եւս մեկ անգամ ապացուցեց, որ սա ֆուտբոլային աշխարհի համար ինչ-որ նոր դեմք է։ Յամալը եւս մեկ անգամ ցույց տվեց, թե նա ինչ մեծ պոտենցիալ ունի, եւ ես խիզախորեն ուզում եմ հայտարարել, որ Լամին Յամալը իմ տեսած ամենաուժեղ ֆուտբոլիստն է այս տարիքում։ Ես ուսումնասիրել եմ եւ Ռոնալդոյի խաղը, բրազիլացի ֆենոմենի, եւ Մբապեի խաղը այս տարիքում, եւ Մեսսիի խաղը, եւ Ռոնալդոյի խաղը, եւ վստահորեն ասում եմ, ոչ մեկը ավելի ուժեղ չի եղել, ինչպես Յամալը։ Գուցե սա շատ սուբյեկտիվ չի, գուցե շատ մարդիկ չհամաձայնվեն, ին վրա լոլիկներ նետեն, վարունգներ նետեն եւ ասեն. այ դու վատ մարդ, այ դու ֆուտբոլիստ չհասկացող մարդ, այ դու քխ։ Ոչ, Ռոնալդո ֆենոմենն էր ամենաուժեղը, Մբապեն էր ամենաուժեղը, Մեսսին էր ամենաուժեղը, Ռոնալդոն էր ամենաուժեղը, չգիտեմ, այնտեղ պապենական թվերից ինչ որ մեկը ասի Կարինչան էր ամենաուժեղը, կամ ինչ որ գտնեն ինչ որ մեկին, չգիտեմ, ում ասեմ, Բլբուլյան Հասմիկն է ամենաուժեղը, գտնեն ինչ որ spets անուններ ասել, բայց իմ համար ես վստահորեն եւ խիզախորեն ասում եմ, ես չեմ տեսել ավելի ուժեղ ֆուտբոլիստ, քան Յամալն է այս տարիքում։ Յամալը ուղղակի ֆենոմեն է եւ եթե շարունակի այս տեմպով, նա չգիտեմ թե ինչ է դառնալու եւ ինչ ուրախություն է ինձ պարգևելու Իսպանիայի հավաքականում, որտեղ Իսպանիայի հավաքականին եմ երկրպագում եւ ինչ տխրություններ է ինձ պարգևելու Բարսելոնայում, որովհետեւ ես Ռեալ Մադրիդ եմ երկրպագում։ Յամալի եւ Ֆլիկի հետ կապված այնտեղ միջադեպ եղավ փոխարինման հետ կապված, ես տարբեր ինչ-որ աղբյուրներ նայեցի, այնտեղ կարծես թե ոչ թե խնդիրը Ֆլիկի հետ էր, այլ տարբեր արտահայտությունների հետ կապված, վերջերս այսպիսի ռասիստական եւ խառը այսպիսի թեմաների մեջ է Յամալը եւ նրան շատերը աջակցեցին, նաեւ Վինիսիուս Ջունիորը աջակցեց, բայց չեմ ուզում խորանալ այդ թեմաների մեջ եւ կարծում եմ այն բոլոր խոսակցությունները, որ կարող է Ֆլիկը նրան պատժել եւ չխաղացնել Չեմպիոնների լիգայում Ատլետիկոյի հետ, իհարկե սուտ են։ Ես նաեւ ուզում եմ նշել, որ Չեմպիոնների լիգայի խաղում լրիվ ուրիշ ֆուտբոլ է լինելու, Ատլետիկոն ցույց տվեց շատ ամուր պայքար եւ կարծում եմ, որ մեզ Չեմպիոնների լիգայում ֆենոմենալ դիմակայություններ են սպասվում, որի մասին իհարկե մենք առանձին հետո կխոսենք։ Ես նաև ուզում եմ Լա Լիգայի հետ կապված նշել, որ Վիլյարեալը պարտվեց, դա վերջի խաղն էր Լա Լիգայում Ժիրոնային 1-0 հաշվով, եւ հիմա խոսենք արդեն մրցաշարային աղյուսակի մասին։ Բարսելոնան 76 միավորով առաջի տեղում է, Ռեալ Մադրիդը երկրորդն է 69 միավորով, Վիլյարեալը 58 միավորով երրորդն է, Ատլետիկո Մադրիդը 57 միավորով չորրորդն է, Բետիսը 45 միավորով
5-րդն եւ Celta Vigo-ն 44 միավորով 6-րդն։ Այստեղ մոտ են նաեւ Sociedad-ը եւ Getafe-ն 41-ական միավորներով եւ Եվրագավաթային գոտին իրոք շատ թեժ է լինելու։ Հիմա խոսենք մրցաշարային աղյուսակից հետո գլխավոր ռմբարկումների մասին, այստեղ շարունակում է մնալ Կիլիան Մբապեն 23 գոլ, 4 գոլային փոխանցում, երկրորդը Մուրիքին է, Մալյորկայից 19 գոլ եւ 1 գոլային փոխանցում, երրորդը Բուդիմիրն է Օսասունայից 15 գոլ, 0 գոլային փոխանցում, չորրորդը Լամին Յամալն է 14 գոլ եւ 9 գոլային փոխանցում եւ հինգերորդը Օյարսաբալն է 12 գոլ եւ 3 գոլային փոխանցում։ Նշեմ, որ այդքան գոլ ունեն նաև Լևանդովսկին եւ Ֆերրան Տորեսը եւ համապատասխանաբար ունեն մեկական գոլային փոխանցումներ։ Ընկերներ, կարծես թե վերջ ես վերջացրեցի բոլոր այն մտքերը, որը ցանկանում եք կատարել Լա Լիգայի հետ կապված։ Հիմա ինձ մնում է միայն ձեզ հիշեցնել, որպեսզի չմոռանաք միանալ իմ YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք բոլոր տեսանյութերը, որոնք ես գրեթե ամեն շաբաթ հրապարակում եմ, եւ այս շաբաթ հավանաբար 2 տեսանյութ եմ հրապարակելու, դա դեռևս կա Չեմպիոնների լիգան եւ որի մասին ես պետք է խոսեմ։ Չմոռանաք նաեւ ինձ բաժանորդել իմ Telegram-յան ալիքում, Instagram-յան ալիքում, TikTok-յան ալիքում եւ շատ կուզեի ասել Ադնակլասնիկում, բայց այդ օրերը անցել են, թերևս ես շատ լավ հիշում եմ այդ օրերը եւ ես այո ապրել եմ այդ օրերում։ Պես եմ ասում, ապրել եմ, կարծես թե հիմա արդեն 60 անց եմ։ Իսկ իմ տարիքը կարող եք գրել ներքևում։ Չէ, սա իհարկե կատակ։ Ընկերներ, լավ մնացեք, կհանդիպենք իմ կարծիքով 3 օր հետո կամ 4 օր հետո արդեն Չեմպիոնների լիգայի մասին խոսելիս։ Համբուրում եմ Ռեալ Մադրիդի եւ Բարսելոնայի երկրպագուներին առանձնահատուկ, իսկ մյուս ֆաներին համբուրում եմ այս ձեռքով։ Նորից առանձնահատուկ։ Լավ մնացեք։